Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է Երևան-Գյումրի ավտոերթը։ Այն նվիրված է հյուսիս-հարավ ավտոճանապարհի աշտարակ Գյումրի հատվածի բացմանը։ Անկախ եղանակային վատ պայմաններից ավտոերթին մասնակցում են հարյուրավոր վարորդներ։ Ճանապարհին վարչապետը անգամ հասցրել է գերազանցել թույլատրելի արագությունը, ինչը ֆիքսել է նաև ճանապարհը վերահսկող արագաչափը։ Երեկոյան Գյումրու հրապարակում կկայանա Նիկոլ Փաշինյանի հիմնած Վարչաբենդ խմբի համերգը։ Համերգից ժամեր առաջ ոստիկանական ուժերը փակել են հրապարակի տարածքը, հայտնել են Նյուզեյեմի մեր գործընկերները։ Մենք կարևորը հասանք Գյումրի։ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նախկին կինը Աննա Հակոբյանը։ Ամիսներ առաջ սկանդալային բաժանման մասին հայտ արելուց հետո նրանց համատեղ ներկայությունը ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Մերսի։ Ավելին, մի շարք լրատվամիջոցներ նկատել են, որ առավոտյան կառավարական տանն արված տեսանյութում էլ է երևում վարչապետի նախկին կինը։ Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Փետրվարին ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Աննա Հակոբյանը չէր մեկնաբանել, թե որն է պատճառը, սակայն նաև չէր բացառել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն։ Շելի այդպես, որովհետեւ մենք այլ ամուսնություն չունենք։ Ներքին գործերի նախարարության նվագախմբի ուղեկցությամբ Meridian Expo կենտրոնում բացվել է 5-րդ Career City Fest փառատոնը, որն անցկացվում է 5 սերունդ 1 ռիթմ խորագրով։ Փառատոնը ներառում է տարբեր թեմատիկ գոտիներ՝ networking, կրթություն եւ հմտությունների զարգացում, որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին, կապեր հաստատել եւ նոր հնարավորություններ գտնել։ 2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25000 այցելուի եւ ավելի քան 200 առաջատար ընկերությունների ու փորձագետների, դառնալով տարածաշրջանում կարիերայի զարգացման ոլորտի խոշոր հարթակներից մեկը։ Փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը։ Մուտքն ազատ է նախնական գրանցմամբ։ Իրանը դեռևս պատրաստ չէ ԱՄՆ պաշտոնյաների հետ առերես բանակցությունների նոր փուլ անցկացնելուն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն, ընդգծելով առանցքային հարցերում Վաշինգտոնի առավելապաշտական պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում Խաթիբզադեն հայտնել է նաև, որ իր երկիրը չի հանձնի հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին, մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Մեջբերում մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելուն։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման եւ որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ։ Մեջբերման ավարտը։ Վաշինգտոնը պետք է արժանանա Իրանի ժողովրդի վստահությանը Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար, ընդգծել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա սա անվանել է ամենակարևոր քայլը, որը ամերիկացիները պետք է ձեռնարկեն։ Մեջբերում մենք լիովին պատրաստ ենք, եթե նրանք նույնիսկ ամենափոքր սխալը թույլ տան, մենք ուժով կպատասխանենք, ասել է Ղալիբաֆը։ Այս հայտարարությունից ժամեր առաջ ամերիկյան հարվածային ուղղաթիռները սկսել են պարեկություն անել Հորմուզի նեղուցում, իրանական նավթատարների շրջափակումն ապահովելու համար։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը շտաբ խորհրդակցություն է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ, քննարկելու Հորմուզի նեղուցում սրված ճգնաժամը։ Իրանի հետ հաստատված հրադադարի ժամկետն ավարտվում է 3 օրից, սակայն բանակցությունների նոր փուլի վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը եւ ուժային կառույցների ղեկավարները։ Գործընթացում որպես միջնորդ ներգրավվել է Պակիստանի բանակի հրամանատարը, ում միջոցով Վաշինգտոնը նոր առաջարկներ է փոխանցել իրանական կողմին։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները խորացել են ուրանի հարստացման ծավալների շուրջ, ինչն էլ դրդել է Թեհրանին դիմելու շանտաժի մարտավարության։ Եթե առաջիկա ժամերին բեկումնային առաջընթաց չարձանագրվի, տարածաշրջանում պատերազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է համարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Իսրայելին եւ ասել, թե Իսրայելը ցուցաբերել է քաջություն Իրանի հետ հակամարտության ժամանակ եւ ապացուցել, որ կարող է լինել Միացյալ Նահանգների իսկական դաշնակիցը, ի տարբերություն այլ երկրների։
Հավանաբար Թրամփը այս կերպ արտահայտել է իր բարկությունը այն երկրների նկատմամբ, որոնք չարդարացրին իր սպասելիքները։ Իրանի դեմ պատերազմ սկսելու պահին Թրամփը հավանաբար սպասում էր, թե աշխարհը հիմա կկանգնի իր կողքին, բայց արի ու տես, որ այս երկրների համար առավել կարևոր եւ բարձր է մարդկային կյանքը, քան թե փողն ու նավթը։ Ավելին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գրասենյակը դատապարտել է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի վերջին արձակումը, այն անվանելով սադրանք, որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։ Անվտանգության գրասենյակը կոչ է արել Փահենյանին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Փաստորեն ԱՄՆ-ն գիտի, որ ՄԱԿ-ը ունի անվտանգության խորհուրդ, առավել ևս մշակված բանաձևեր, որոնք խախտել չի կարելի։ Իսկ երբ ինքն է հրթիռներ արձակում Իրանի խաղաղ բնակչության, առավել ևս երեխաների վրա, այդ բանաձևերը կարծես դառնում են թափանցիկ։ Լիբանանի հարավում զինված հարձակման հետևանքով ֆրանսիացի խաղաղապահ է զոհվել, 3-ը վիրավորվել։ Ֆրանսիական ստորաբաժանումն ընկել է դարանակալման մեջ, երբ փորձել է ճանապարհ բացել դեպի ՄԱԿ-ի մեկուսացված հենակետերից մեկը։ Փարիզն ու ՄԱԿ-ի առաքելությունը միջադեպի հավանական պատասխանատու են համարում Հեզբոլլահ խմբավորմանը, սակայն վերջինս կտրականապես հերքում է իր մասնակցությունը։ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը եւ Լիբանանի իշխանություններից պահանջել անհապաղ պատժել մեղավորներին։ Այս արյունալի միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի եւ Լիբանանի միջև հաստատված հրադադարից ընդամենը օրեր անց։ Դեռևս հարցական է մնում, թե արդյոք զինված խմբավորումները կպահպանեն զինադադարը, քանի որ իսրայելական զորքերը դեռևս ներկա են երկրի հարավում։ Լիբանանի բանակն ու միջազգային խաղաղապահ ուժերն արդեն սկսել են պաշտոնական հետաքննություն կատարվածի հանգամանքները վերջնականապես բարձելու նպատակով։ This is the third day of Բենյամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը հետևողականորեն քայքայում է իր երկրի հեղինակությունը Միացյալ Նահանգներում։ Այս մասին գրում է հեղինակավոր Axios պարբերականը։ Օրերս ԱՄՆ Սենատում դեմոկրատների աննախադեպ մեծ խումբ դեմ է քվեարկել Իսրայելին զենքի վաճառքին, արտահայտելով իր բացահայտ դժգոհությունը։ Հատկանշական է, որ սպառազինության մատակարարմանն ընդդիմացել է նաև 2028 թվականի նախագահական ընտրություններին հավակնող բոլոր դեմոկրատ սենատորները։ Ներկայացուցիչների պալատում նույնպես ավելացել են այն օրենսդիրների թիվը, որոնք հրաժարվում են ֆինանսավորել նույնիսկ երկաթե գմբեթ պաշտպանական համակարգը։ Հասարակական կարծիքի վերջին հարցումները փաստում են Իսրայելի վարկանիշի շեշտակի անկում ամերիկացի երիտասարդների եւ գրեթե բոլոր կրոնական համայնքների շրջանում։ Այս միտումները փաստացի վերացնում են Իսրայելի նկատմամբ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող երկկուսակցական միասնական աջակցությունը Վաշինգտոնում։ Նեթանյահուի գործողությունները մեծ հարցականի տակ են դնում ռազմավարական դաշինքի կայունությունը, աստիճանաբար մեկուսացնելով Իսրայելն իր գլխավոր դաշնակցից։